Ես հեսա ես փուջուրիկը կտամ դու առանձին պահի քո մոտ հենց ուզրամ ցույց կտամ։ Հեսա Արցախը կա։ Հեսա Հայաստանի Հանրապետությունը։ Սա է, սրանից Էսկոմ Թուրքիա է։ Նորից Էսկոմը Հայաստան չի։ Հենց դու դա չխեղդեցիր, էս լինելու է ջարդած, կտրտած։ Ալեն Սիմոնյանը կես ժամում մի քանի անգամ կոստյումի օձիքից հանում է փոքրացած Հայաստանի քարտեզ բրոշը ու թափահարում տեսախցիկների առաջ։ Բայց լսել չեք ուզում, տեսնել չեք ուզում։ Զարմացնում է Սիմոնյանին, որ մարդիկ խոժորված են նայում իրենց համար քարոզչական սիմվոլ դարձած քարտեզին։ Հետո ինչ, որ բրոշացած տարածքի 200 քառակուսի կիլոմետրը մինչև հիմա օկուպացված է։ Սիմոնյանին բավարար է այն, որ Ալիևը խոստացել է դուրս է գալու այդ տարածքներից։ Դուք սորագրած փաստաթղթերին հավատացեք, դուք հավատացեք այսօրվա իշխանության որոշմանը։ Հնարավոր է հավատալ իշխանության որոշումներին, եթե առաջին դեմքերն են ժամը 1 իրենց խոսքից հետ կանգնում։ Լսի, ես ակնաբար չեմ օգտագործել, աղբանն ասել, դա մեկ, երկրորդը ես դրա մասին 100 անգամ խոսել եմ, երրորդը սխալ եմ արել։ Ալեն Սիմոնյանը մի հայտարարությամբ հրաժարվում է այս ստատուսից, թե ակնան իր հայրենիքն է ու փաստացի ստում, հայտարարելով, թե ակնա բառ չի էլ օգտագործել։ Առավոտ ասած բանը, կեսօրին ասում եմ մենք տես բան ենք, մենք, լավ եք տեսել, կողմ մենք չենք։ Մենք չենք ասում, եթե մարդը քրոնիկ ստախոս են, ինչի մասին է խոսքը էլի, եթե մարդը առավոտյան մի բան ասում, կեսօրին ասում է այդ ես չեմ։ Կարող է ինձ հետ կապված խնդիրներ կա, ես չեմ բան։ Դուք տեսել եք թե չեք տեսել այդ ամեն ինչը։ Չեք տեսել ոնց է մարդը կրկնում եմ մի քանի ժամվա ասած բանը, հերքում ասում է ես չեմ։ Ինքը տենց էլ երկիր է կառավարում։ Տենց էլ գնում է բանակցությունների։ Շատ պատահական։ Փաշինյանի կիրակնօրյա արկածներն է հիշեցնում Հայաստան խմբակցության падգամավորը։ Ուրախ ավտոբուսի թիվ 1 ուղևորը մետրո էր իջել, փախած անվանել 1993 թվականին Արցախյան պատերազմում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսյանի դստերը Արմինե Մոսյանին։ Փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Իսկ ավելի ուշ, երբ այդ վարկն արդեն սկանդալ էր բորբոքել սոցիալական ցանցերում, հայտարարել էր, բացառված է, փախած ասած լինեմ։ Բացառված է, որ ես տենց բան։ Չասեցիք փախածներ։ Փաստ կա փաստ, գոյություն ունի փաստ։ Այս աղետը բերել է բացառապես գործող իշխանությունը։ Գործող իշխանության ղեկավարն է մի քանի պատերազմ բերել, գործող իշխանության օրոք է Արցախը դարել Ադրբեջան, գործող իշխանության ներկայացուցիչներն են առաջին անգամ ասել Արցախը Ադրբեջանի կազմում է։ Ալիևի ամենանվիրական երազանքները իրականություն դարձրած մարդը նախընտրական շրջան է մտել ոչ այնքան խաղաղության խոստումով, որքան պատերազմի շանտաժով, եթե հանկարծ չվերընտրվի։ Ճիշտ է, ազգային ժողովի ԿՊԱ-ական խոսնակի բառերով պատերազմ գուժող հետախուզական տվյալներ չկան, բայց թե Փաշինյանը քաղաքական գործիչ է, վերլուծում է։ Քաղաքական գործիչները նաև կարողանում են քաղաքական վերլուծություններ անեն եւ դրա իրավունք ունեն։ Եթե դուք նկատի ունեք, որ տենց տվյալներ կան, որ սեպտեմբերի այսինչ օր, այսինչ sense բան, բնական է նման տվյալներ չկան։ Իսկ գուցե Ալիևի հետ ուղիղ կապ պահող Փաշինյանն է պայմանավորվել, որ իր չվերընտրվելու դեպքում նորից պատերազմ սկսվի։ Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանելյանի կասկածն է։ Միգուցե կան պայմանավորվածություններ, միգուցե իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ եւ իրենք գիտեն հստակ օրն ու ժամը պատերազմի։ Իսկ ինչի եք Արցախ ասում, ուզում եմ հասկանալ։ Հայ ժողովրդին Ալիևի ու Էրդողանի զայրույթով ահաբեկողները հիմա ստիպում են Արցախ չասել։ Վաղը կստիպեն հրաժարվել Լոռիից, Տավուշից, Սյունիքից, վստահեցնում է Գառնիկ Դանելյանը։ Արցախ բառը ասելուց իրենք վախեր ունեն, որ կարող Արցախ բառը ասեն, Ալիևը եւ Էրդողանը ջղայնանան։ Եվ իրանց համար լավ չլինի, իրենց աթոռի համար լավ չլինի, իրենց աթոռի, իրենց պաշտոնի համար, պաշտոն, աթոռ, հանուն տարածքների, աթոռ հանուն տարածքների, էդ է իրանց տրամաբանությունը, էդ է իրանց լոգիկան։ Ընտրություններից առաջ Դանելյանը հորդորում է հիշել, Փաշինյանը փորձում է պատերազմի հրձիգ հռչակել հենց երկրորդ նախագահին, չնայած Քոչարյանի կառավարման շրջանն ամենախաղաղն է եղել Հայաստանի համար, իսկ Փաշինյանը 3 այրունոտ պատերազմ է բերել։ Ուզում եմ հիշեցնել կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին որևէ պատերազմ չի եղել։
Եթե խոսում են զոհերից, ուրեմն գնացեք եւ վիճակագրությունը նայեք, թե ում իշխանության օրոք, ինչքան պատերազմ ա եղել, ինչքան զոհեր են եղել, ինչ արհավիրք ա եղել եւ այդ տխմարագույն թեզը, թե իբր նախկինում հաղթանակած նախագահները Արցախը իրենք են հանձնել, ախր կա պատմություն, չէ՞։ Քոչարյանի նման քաղաքական գործիչների այդ ռևանշիստական, այդ դուք հասկանում եք դա ինչի համար է արվում։ Ուղղակի խաղաղությունը Լսեք, դա արվում է նրա համար, որ Հայաստանը լինի այլ պետության կազմում կամ առնվազն կախվածության մեջ լինի, որ լինի ռուս խաղապահ եւ լինի հավերժ պատերազմ, որտեղ լինի մոդերատոր։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը եւ Արցախի Հանրապետության առաջին նախագահը հենց այդ ճգնաժամային իրավիճակում, հենց այդ անելանելի իրավիճակն եմ թվացial, որ պատասխանատվություն ստանձնող մարդիկ էլ չկային, ստանձնել է Արցախի Հանրապետության նախագահի ղեկը, ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը ստանձնել է ինքը եւ հաղթանակներ ակերտել, հենց այդ նույն տրամաբանությամբ եւ հենց այդ նույն լոգիկայով։ Գառնիկ Դանիելյանը կասկած չունի, ՔՊԱ-ները խառն ու անկանոն կրակահերթի տակ են պահում ընդդիմախոսներին, որ թաքցնեն սեփական խուճապը։ Իրենք էլ ունեն իրենց հարցումները եւ այդ հարցումների արդյունքում իրենք որևէ մի կերպ չեն կարողանում մեծամասնություն կազմել։ Այո, իշխանությունները եւ այդ ջղաձգումները այս տարբեր, չգիտեմ, իրենց այս օպերացիաները որ կա ճակերտավոր, հենց արվում է դրա համար։ Ոսի կարող է եւ ռեյտինգի խնդիր ունի, քաղաքական գործիչ է։ Սիմոնյանը այս պնդումները հերքելու տարօրինակ տարբերակ է ընտրում։ Հանանք ստացած չենք, տժում ենք, ես անձամբ տժում եմ։ Սեպտեմբերին պատերազմ գժողները հատկապես ինչու են տժում, ընդդիմությունը լոգիկ բացատրություն չունի։ Երկիրը չպետք է կառավարվի եւ ղեկավարվի ուրախ ավտոբուսի տրամաբանությամբ։ Կարեն Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։